Արարատյան դաշտի բերքառատայգիներում են ժամանակավոր հանգրվան գտել մուլտի-ագրո գիտաարտադրական միավորման հարյուրավոր փեթակները։ 62 տարի մեղվաբուծությամբ զբաղվող Ռոզա Ծառուկյանն ամեն տարի ծառերի ծաղկման այս փուլում անձամբ է հետևում մեղուների զարգացման շրջանին։ Գարնանը մարտի 1-ից երբ որ գարնանային սեզոնը սկսում է, ես անմիջապես մասնակցում եմ մեղվաբուծական տնտեսության ցանկացած աշխատանքի, դա գարնանային ստուգումներն է, բուժ պրոֆիլակտիկ միջոցառումներն են, հաշվառում է ինչքան անկում ունենք, ինչքան անկում չունենք, ինչպիսի ուժ ունի մեղուն, ինչ անհրաժեշտություն կա, ինչպիսի դեղամիջոցներով պիտի բուժենք, որպեսզի կարողանանք մասնակցենք ընդհանուր զարգացմանը։ Հազարի է հասնում միավորման մեղվաընտանիքների քանակը, որի մի մասը Սյունիքում է։ Ռոզա Ծառուկյանին այնտեղի մեղվաբույծներն էլ են սպասում։ Եղանակի պատճառով այս տարի մեղուների անկումներ կան, բայց սեփական տնտեսության հաշվին արագ կվերականգնի ու կանցնի առաջ։ Ոլորտի զարգացումն ու երկրի տնտեսության աճն են կարևորը, ասում է փորձառու գյուղատնտեսը։ Դրա խնդիրը չկա, որ ես զբաղվեմ մեղրի արտադրության եւ մեղրի իրացման հարցով, ես զբաղվում եմ մեղվաբուծության զարգացման հարցով։ Պահանջարկը շատ մեծ է այս տարի, երևի մայիսի 15-ից հետո մենք կսկսենք մեղուների վաճառք։ Անաղարտ մեղրի գաղտնիքը ստեղծողի ազնիվ լինելու մեջ է։ Տիկին Ռոզան մեղուների լեզուն հասկանում է տասնամյակներ շարունակ։ Գիտի ամեն ծաղկի փոշուց ինչ համ է ստացվելու։ Հիշում է, պատմում ու հպարտանում, որ մի շարք արտադրողներ իրենց փորձից են օգտվում, խորհուրդներ հարցնում։ Այս տարի ակնկալիքները մեծ են, բերքառատ տարի է լինելու, բայց ոչ մի բարենպաստ եղանակ չի կարող տալ սպասված արդյունքը, եթե չաշխատես։ Աշխատել ենք, աշխատում ենք ու պիտի աշխատենք։ 93 տարեկանն եմ արդեն լինելու, ես այսօր աշխատում եմ ու պիտի աշխատեմ։ Չգիտեմ, գուցե բնությունն է ինձ այսպես ստեղծել, որ ես կարողանամ մինչև իմ կյանքի վերջի օրը աշխատանքի մեջ լինել։ Աստված դախերով լինի, բարի բերք լինի, երկրին խաղաղություն, մեր մեղվաբուծությանն էլ զարգացում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։